Ну ты сам сказал афиша. Մինչ օքսիմիրոնը փորձում է որսալ իր կյանքի առաջին պարտության զենը, իմացեք ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիկենդին։ Стыдно без майки в военкомате. Մարդ, որ կարողացել է պարտության մատնել ռեփ բատում անպարտելի համարվող օքսիմիրոնին։ Մարդ, որ Յուրի Դուդի այդքան բաղձալի հարցազրույցին ներկայացել է ոչ սթափ վիճակում ու առաջարկել նրան թմրանյութեր։ Մի խոսքով Երևան է գալիս Սլավա Կապայեսեսը, եւ նրա ֆաները կարող են որոշակի գումարով նույնիսկ նկարվել հետն այսուրբաթ Թոնլաբում։ Իսկ Կիրակի օրը շատերի սիրելի ու ոմանց ատելի Ռամբալ Կոշան նշում է իր 9-ամյակը։ Պատկերացնում եք, արդեն այդքան շատ։ Տոնական օրը կսկսվի նախաճաշից եւ կշարունակվի լավ երաժշտությամբ։ Մուտքն ազատ է։ Երևանի համար եւս մեկ կարևոր վայր՝ Ուլիխանյանը եւս նշում է իր ծնունդը։ Ամսի 14-ին ջազի օջախը դառնում է 17 տարեկան։ Շնորհավորելու կգան լավագույն ու սիրված երաժիշտները եւ բենդերը։ Մեկ այլ լեգենդար կոմպոզիտորի մայեստրո Մանսուրյանի հայկական ֆիլմերի համար գրված երաժշտությունը ամսի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանում սիմֆոնիկի կատարմամբ։ Մենք էլ Իդրամի հետ միասին առաջարկում ենք շաբաթ օրը գեղեցիկ հագնվել եւ գնալ օպերա, անցկացնելու մշակութային երեկո, վայելելով Պրոկոֆիևի Ռոմեո եւ Ջուլիետ շքեղ բալետը 3 գործողությամբ։